Գիրե անունը քո մարդկանց մեջ այստեղ որ աշխարհում եկա և զոհեցիր կյանքը քո որ չմնանք խավարում Քրիստոս քո անունը ինչ թանկեց Քրիստոս քո սերը ինչ հարցրեց Քրիստոս դու չես ուզում քեզ անծանոթ թողնել այստեղ ոչ մեկի Քրիստոս քո անունը ինչ թանկեց Քրիստոս քո սերը ինչ հարցրեց Քրիստոս դու չես ուզում քեզ անծանոթ թողնել այստեղ ոչ մեկի ուղղիր քո հայացքը դեպ Գողգոթա իմ եղբայր լռությամբ նրան նայիր այդ արյուն ներհապեց մեզ համար որ մենք լինենք երջանիկ Քրիստոս քո անունը ինչ թանկեց Քրիստոս քո սերը ինչ հարցրեց Քրիստոս դու չես ուզում քեզ անծանոթ թողնել այստեղ ոչ մեկի Քրիստոս քո անունը ինչ թանկեց Քրիստոս քո սերը ինչ հարցրեց Քրիստոս դու չես ուզում քեզ անծանոթ թողնել այստեղ ոչ մեկի Քրիստոս լուսավորիր քո սիրով քո շնորհքով լեցրու դատարկությունին որ խոստը տարածվի միջոցով և ապրեմ կյանքով երջանիկ Քրիստոս քո անունը ինչ թանկեց Քրիստոս քո սերը ինչ հարցրեց Քրիստոս դու չես ուզում քեզ անծանոթ թողնել այստեղ ոչ մեկի Քրիստոս քո անունը ինչ թանկեց Քրիստոս քո սերը ինչ հարցրեց Քրիստոս դու չես ուզում քեզ անծանոթ թողնել այստեղ ոչ մեկի Մենք կրկին անգամ շնորհակալ ենք կրկին անգամ գոհանում ենք Տեր քո սքանչելի ողորմության համար որ ամեն առավոտ քո ողորմությունները նորանոր են քո գթությունները Տեր նորոգվում են ամեն օր եթե իրիկուն ու լաց կա ապարավոտյան ցնծություն կա քո աստվածային գերազանց շնորհի քո ողորմության քո երկայնամտությանդ համար Աստված մեր ամենակալ խնդրեմ հիմա օրհնես այս սուրբ պահը մինչ քո խոսքը պիտի բերենք Տեր աղաչում եմ օրհնյալ Սուրբ Հոգի քո օծությունը քո ներգործությունը այս վայրի մեջ վերցնես բոլոր տեսակի զբաղվածություններ մտքի բոլոր տեսակի ծանրություններ հոգսեր ինչ որ կա տկարություններ Տեր վերցնես որպեսզի բաց երկնքի տակ քո խոսքին մեկ անգամ եւս հաղորդ լինենք Տեր երկնքին հաղորդ լինենք քո խոսքի միջոցով Աստված մեր ամենակալ իսկ ես
խոստովանում եմ քո առջև, որ ես տկար մեկն եմ առանց քո շնորհքի, եւ խնդրում եմ Տեր, քո զորության առավելությունը թող, որ այս վայրի մեջ մեկ անգամ եւս Տեր փայլատակի եւ մենք ամենքս ուրախացած, լեցված քո աստվածային Տեր ներկայությամբ օրհնված գնանք մեր տները։ Անվանդ եւ փառքիդ համար խնդրեցի Հիսուսի անունով, օրհնյալ լինես եւ դու փառավորվես պատվական սուրբ երդությամբ եւ մեկ աստվածությամբ։ Փառած Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Հալելույա։ Ամեն։ Նստենք եղբայրներ, քույրեր։ Սրտանց ասենք փառք Հիսուսին այս առավոտվա համար։ Շնորհակալ ենք, որ նորից Տիրոջ տան մեջ ենք։ Ունենք բացականեր, ոմանք Ֆրեզնո մնացին։ Ինչ որ է, այսօր մենք Տիրոջ տան մեջ ենք։ Մենք 3 ընդհանուր երիտասարդական պաշտամունքի ենք, եղբայրներով եւ քույրերով, փառք Տիրոջը, եւ ուրախություն է, եւ որ տեսնում ենք երիտասարդներ 160, երևի 180 եւ ավելի հավաքված մեկտեղ Աստծո խոսքի շուրջ։ Սա ուրախ տեսարան է, ցնցալի տեսարան է մեզ ամեն մեկիս համար, երբ որ տեսնում ենք մանավանդ երիտասարդներ։ Երբ որ այնտեղ այդպես մի փոքր իմ վկայությունս բերեցի, այն շրջանը, երբ որ մենք նոր ենք լսել Աստծո խոսքը տարիներ առաջ, հասկացանք մի բան, որ Աստված է մեզ կանչել, ինչպես եղբայրը հիշեցրեց դրա մասին։ Եվ մենք գիտենք, որ Աստծո շնորհքով ենք ինչ որ կանք։ Ուրեմն տնային ժողովներ, նրանք ովքեր Հայաստանից են 80-ական, 70-ական, 90-ական թվականներից կհիշեն, որ ժողովները տան պայմանների մեջ էր լինում։ Եվ տան մի սենյակի պայմաններում, եթե ամենաշատը հավաքվեին 25-30 հոգի, դա համարվում էր բավական լեցուն մի իրավիճակ, եւ այդ 25-30 անդամների մեջ կարելի ասել մատների վրա հաշված երիտասարդներ կային։ Եթե 25 հոգի են, 25-ից 4-5-6 երիտասարդ կար, թե չկար։ Եվ մենք միշտ փնտրում էինք, ասում ենք երիտասարդները ուր են, երիտասարդները ուր են։ Երբ որ առաջի անգամ այդ առաջի տարին էր 1980 թվականի նոր տարվա ընդհանուր պաշտամունքն էր երիտասարդական քաղաքի ծայրամասում մի տուն կար, որը ուներ բավական լավ հարմարություն, այդ հարմարությունը կարելի ասել 100-120 հոգի մարդ կարող էր վերցնել եւ հայտարարված էր ընդհանուր երիտասարդական։ Երբ որ մտանք, դա Տեցի կռուգն էր, մեր եղբայրներից կհիշեն, ու նկատեցինք, որ երիտասարդներ են։ Բոլորը հավաքված, ոմանք նստած հատակին, երկչախումբը կանգնած, ես ուղղակի այսպես հիացացի։ Ասի ուրեմն մեզանից բավական երիտասարդներ կա, մենք դրանից տեղյակ չենք։ Եվ երբ որ Սուրբ Հոգու աղոթքը այսպես բռնկվեց, ոմանք անգլերենով, ոմանք տարբեր լեզուներով, ես չդիմացա աղոթքի ժամանակ աչքերս բացեցի եւ անմիջապես կողքի երիտասարդին եմ նայում, որ այսպես լեցված Սուրբ Հոգով աղոթք է բարձրացնում։ Իհարկե ես այդ ժամանակ Սուրբ Հոգով դեռ մկրտված չէի եւ մեջս մեծ նախանձավորություն կար, ասում եմ կլինի մի օր, որ ես էլ այդպես Սուրբ Հոգով կլեցվեմ եւ կմիանամ այս երիտասարդներին։ Եվ շատ այդպես մոտ օրերի մեջ էր Տերը ինձ անգամ երազով հայտնեց, ասեց, եթե դու ամբողջությամբ թողնես ամեն բան եւ հետեւես ինձ, դու էլ կմիանաս այդ օրհնյալ խմբին, որոնք Տիրոջն են պաշտում։ Ես ինչու գնացի հետ, որովհետեւ այսօր դրա մասին պիտի խոսեմ, եղբայրներ, քույրեր։ Այսօր պիտի խոսեմ առաջի սիրո շրջանի մասին, որ մենք հաճախակի ենք հիշում։ Հիշում ենք, թե ինչպեսի մեծ սիրով, ինչպեսի նվիրումով, ինչպեսի պայծառությամբ Աստծո խոսքը ասավ մեր սրտերին։ Երբ որ եղբայրները Աստծո խոսքը էին քարոզում, որքան այսպես երկյուղացությամբ, ահով, այսպես սրբության, այսպես այդ դողով մոտենում ենք Աստծո խոսքին, որ եղբայր այսօր ինչ պիտի խոսի, կամ ինչ հորդորանք պիտի տա եւ այլն։ Եվ բոլոր սուրբերը, բոլոր Աստծո ժողովուրդը մեր աշին սուրբեր էին, հրեշտակներ էին։ Եվ այդպես էլ կան իրականության մեջ հոգևոր դաշտի մեջ։ Մենք մեր մարմնավոր տկարություններին
չենք նայում դրանք մի կողմ ենք թողում, բայց մի հատ մեծ բայց կա։ Երբ որ այդ ամենաքաղցր եւ անմոռանալի շրջանի մեջ մենք կամաց սկսում ենք աճ եւ ձախ դառնալ։ Եվ ինչ որ երևույթներ ենք տեսնում մեր կյանքի մեջ։ Տեսնում ենք, որ այդ նույն ժողովրդի մեջ անձիկ կան, որոնք ունեն թերություններ, որոնք ունեն պակասներ, որոնք ունեն ինչ որ բաներ, որոնք մենք չէինք սպասի։ Գիտեք, մինչ այդ մենք հիացել ենք ավետարանով եւ հիմա էլ ենք հիանում։ Երբ որ մենք տեսնում ենք Աստծո խոսքի մեջ, որ Աստված նախապես մեծ գործ արել մեր կյանքի մեջ։ Մեզ համար դերևս մեր ծննդից հազարամյակներ առաջ։ Օրինակ Հռոմեացիս 5-րդ գլխի 8 եւ 9-րդ համարների մեջ ասում է, սակայն Աստված իր սերը, որ մեր վրա ուներ, հայտնեց, երբ դեռ մենք մեղավոր էինք։ Մենք դեռ աշխարհի մեջ էինք, դեռ տեղյակ չենք, թե Քրիստոս ինչպիսի մեծ զոհաբերություն է կատարել հենց ինձ եւ քեզ համար։ Եվ ավետարանով հանկարծ դա հայտնվում է։ Մենք հավատում ենք այդ խոսքին։ Ասում ենք Քրիստոս մեզ համար մեռավ, ուրեմն հիմա որ իր արյունով արդարացանք, որ չափ ավելի իր մոտ պիտի ազատենք այն բարկությունից։ Քրիստոս մեզ համար մեռավ։ Գիտեք, երբ որ մենք մանկուց եղել ենք եկեղեցիներում, մեր ավանդական առաքելական եկեղեցիներում եւ մեր տների մեջ ենք տեսել խաչելության պատկերներ, նկարներ, ասել ենք ինչ պատկեր է սա, ինչի մասին է խոսքը։ Լսել ենք, որ ինչ որ ջհուդները, հрьяաներին ջհուդ էին ասում, Հիսուսին խաչել են։ Ասում են, այս ջհուդները ինչ անխիղճ մարդիկ են, ինչի են արդյոք Հիսուսին խաչել։ Բայց իրականության մեջ գնալով ավետարանը այսպես բացվելով ավելի նեղացավ, հասավ մեր սրտին, որ Հիսուսը խաչվել է ինձ եւ քեզ համար, մեր փրկության համար, մեր մեղքերի համար։ Ուրեմն այս երկնքի բաց խոսքը, երբ որ հասավ մեր սրտերին, մենք մեղքի գիտակցություն ունեցանք, հասկացանք, թե ինչ բան է դարձ դեպի Քրիստոս, ինչ բան է մեղքերից դառնալ ապաշխարությամբ նորոգվել եւ նոր կյանքով Տիրոջը հետևել, սա առաջի սիրո այդ օրտնյալ ցնցալից պահն էր, որ մեր առջև այսպես բացվել էր մեծ այսպես տարերով կարծեք թե գրված, որ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ամեն ով որ նրան հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Եղբայրներ, քույրեր, թվում է թե մենք կրկնություն ենք անում, բայց իրականության մեջ այդպես չէ։ Այդպես չէ, այսօր մենք մեր միջավայրն ենք նայում, մեր շուրջն ենք նայում եւ տեսնում ենք, որ մարդիկ, որոնք լսում են Աստծո խոսքը, անգամ կարդում են, բայց այդ խոսքը այդպես էլ իր տեղը չի հասնում։ Եվ սա է աստվածային մեծագույն հրաշքը։ Երեք եղբայրներով որ այդպես ճանապարհվում ենք, ճանապարհին զրուցում ենք, նույն վկայությունն է բոլորին։ Հետադարձն էլ մեկ ուրիշ մեքենայով ես վերադարձա նորից հոգևոր զրույց, նույն վկայությունն է, որ տիեզերքի մեջ ամենամեծ հրաշքը դա Աստծո խոսքն է, որ հասել է մարդու սրտի մեջ եւ մարդու կյանքն է փոխվել, որը կոչվում է ապաշխարություն կամ վերստին ծնունդ։ Հիմա այս առաջի սիրո շրջանի մեջ եղբայրներ, քույրեր, մենք օրտնյալ ժամանակներ ենք ունեցել, վազել ենք Տիրոջ ճանապարհների մեջ, պատրաստ ենք եղել ամեն բան մի կողմ թողնել եւ ծառայել Հիսուսին։ Բայց սա մի հատ այդպես տարածված երևույթ է։ Ես կասեի, որ հավատացյալների մոտ գրեթե 98%, եթե չասեմ 100%, որ այդ առաջի սիրո շրջանից ընկնում են։ Չգիտես ինչու։ Ես հիմա կասեմ ինչու, եղբայրներ։ Եվ Աստծո խոսքի մեջ սրա մասին բավական տեղեկություններ կա։ Համարը, որ ուզում եմ ընթերցել այս թեմայով, ձեզ շատ հայտնության երկրորդ գլխի ուրեմն 4-րդ եւ 5-րդ համարներն են, որ Տիրոջ հրեշտակի պատգամն է Եփեսոսի եկեղեցուն, որ մինչ այդ հիշեցնում ասում է գիտեմ քո գործերդ եւ քո աշխատությունդ ու քո համբերությունդ, որ շատերին չես կարող տանել, որ փորձեցիր նրանց, որոնք ասում են թե իրենք առաքյալ են ու չեն եւ գտար թե ստախոս են,
Համբերություն ունենալով նեղություն կրեցիր իմ անվանս համար եւ չթուլացար։ Տեսեք, բավական լավ վիճակ է։ Տիրոջ եկեղեցուն Աստծո հրեշտակը պատգամ է ուղղել, ասելով, որ գիտեմ քո գործը, աշխատությունը, ամեն բան տեղն է։ Համբերություն էլ ունես, նեղություն ես կրել իմ անվանս համար եւ անգամ չես թուլացել։ Բայց ասում եմ քեզ դեմ մի բան ունեմ, որ քո առաջվա սերդ թողել ես, միտքդ բեր հիմա, որտեղից որ ընկար ու ապաշխար է եւ քո առաջվա գործերը տարա։ Եթե ոչ, շուտով պիտի գամ քեզ, քո աշտանակդ իր տեղից պիտի շարժեմ, եթե չապաշխարես։ Մենք խոսել ենք ապաշխարության մի քանի էտապների մասին։ Առաջի ապաշխարությունը դա մարդու դարձն է աշխարհից դեպի Քրիստոս, դեպի ավետարան, անհավատությունից դեպի հավատ։ Սա ամենամեծ, կարելի ասել, հեղաշրջումն է, որ մարդու կյանքի մեջ երբևէ պիտի լինի։ Մարդը դառնում է նոր մարդ, հիներ անցած եւ ամեն բան նոր եղած, նա որ Քրիստոսի մեջ ասում է, նա նոր ստեղծագործություն է, հիներ անցան եւ ահա ամեն բան նոր եղավ։ Բայց ապաշխարությունից հետո, այդ դարձից հետո, ինչպես անցած օրը մենք դրա մասին նորից խոսեցինք, կա ապաշխարել մեր ընթացիկ կյանքի մեջ, մեր դիրքերից, մեր վիճակներից, պարագաներից եւ այլն։ Դա էլ հոգեվոր հասակի հետ կապված հարցեր են, որ մարդը հոգեվոր հասակին համապատասխան Աստծո Սուրբ Հոգին ինչ-որ բաներ է բացահայտում եւ ասում է սրանից պիտի ապաշխարես, սրանից պիտի դարձի գաս, սա պիտի թողես եւ այլն, որոնք խանգարում են իրականության մեջ Տիրոջ հետ ավելի մտերմիկ եւ կենթանի հաղորդակցություն ունենալու։ Իհարկե Քրիստոս Փեսայի համար հարս եկեղեցուն տեսնել սիրուց պակասած վիճակ, սա իհարկե անհանգստացնում։ Նայեցեք սովորական երիտասարդների մեջ, որոնք ամուսնանում են կամ նշանվում են, իհարկե այդ նշանվելը ամուսնությունը սիրո հիմքի վրա է։ Բայց ինչ կասեք, երբ որ Փեսան կամ հարսը նկատում է, որ դիմացինի կողմ ինչ որ սիրո պակասություն կա, սա անհանգստացնող է։ Եվ դրա համար Տիրոջ հրեշտակը այսպիսի պատվեր է ուղղում, ասելով, որ դու թողել ես քո առաջվա սերը։ Կարծես թե մնացած բաներ ամեն բան կա, ինչպես նորից հիշեցնեմ, աշխատությունը կա, համբերությունը կա, նեղություն կրելը կա, կամ այսօրվա մեր առօրյայով եթե ավելի մանրամասնենք, եկեղեցի գալը կա, Սուրբ Գիրք կարդալը կա, աղոթելը կա, իսկ եթե ոմանց մոտ սա էլ չկա, դա շատ ավելի ցավալի վիճակ է, բայց սերը չկա։ Սերը չկա, որը այն տանող մղիչ զորությունն է հավատացյալի կյանքի մեջ, որ մարդը պիտի հավատքը ինչ անի սիրով ի գործ դնի։ Պողոս առաքյալը Կորինթացիների 13-րդ գլխի մեջ շատ լավ հիշեցնում է, ասում, որ եթե ամեն բան ունենաս, եթե ունեցվածքդ աղքատներին տաս, եթե ամեն իմաստություն ունենաս մեկնելու մարգարեություններ եւ այլն, եւ անգամ մարմինդ այրելու տաս, բայց եթե սեր չունենաս, ինչ ես դու, ոչինչ ես։ Ուրեմն սրա մասին է, որ ես այսօր կուզեմ մի փոքր անդրադառնալ եղբայրներ քույրեր։ Եվ գիտեք, մարդը մնում է նույնը խառնվածքով դարերի ընթացքի մեջ Սուրբ Գրքին նայենք եւ կտեսնենք, որ նույն վիճակն է։ Հիսուսի ժամանակակիցները, իր աշակերտները անգամ այդ սիրուց պաղեցին։ Ես միշտ այդ հատվածը, երբ որ ընթերցել եմ Հովանու ավետարան 21-րդ գլուխը, միշտ այդ տեսարանը իմ առջև Տիրոջ հոգին կարծեք տեսպես բացում է, մանավանդ մոտենում ենք հարության շրջանների։ Երբ որ Հիսուս հարություն է արել, երբ որ Հիսուս իր աշակերտներին է հայտնվել, երբ որ իր մարմինը, իր խոցված ձեռքերն է ցույց տվել աշակերտներին, եւ 40 օր աշակերտներին հայտնվեց մի քանի անգամներ, բայց զարման կա, մի փոքր բացակայությունը կամ հանդիպման պակասը բավարար էր, որ հանկարծ Պետրոսը այսպիսի արտահայտություն աներ։ Մեկտեղ էին Սիմոն Պետրոսը ու Թոմասը, Եկվորյակ կոչվածը, եւ Նաթանայելը, որ Գալիլեայի Կանա քաղաքից էր, ու Զեբեդեոսի որդիները,
ու աշակերտներից ուրիշ երկուսն էլ։ Եվ Սիմոն Պետրոս ասաց նրանց. ես ձուկ որսալու եմ գնում։ Եվ ասին նրանք. մենք էլ ենք գալիս քեզ հետ։ Ելան եւ շուտ նավը մտան եւ այն գիշեր մի բան չբռնեցին։ Պատկերացնում եք սա ինչ է, եղբայրներ։ 3.5 տարի այս աշակերտները Հիսուսի հետ քայլել են, հրաշքներ են տեսել, հարուցյալ Հիսուս են տեսել։ Հիսուս նրանց մեջ հայտնվեց, իր ձեռքերը ցույց տվեց եւ ասաց. եկեք շոշափեցեք եւ տեսեք, որ ես նա եմ, որ մեռա եւ ահա հարություն վարը եւ կենթանի եմ հավիտյանս հավիտյանս։ Այս բոլորը տեսնելուց հետո ինչպես հնարավոր է, որ Պետրոսը հանկարծ նորից միտք ուղի իր առաջվա զբաղմունքին, իր առաջվա կյանքին։ Այո, հնարավոր է, եղբայրներ։ Եվ Հիսուս իհարկե այս աշակերտներին նորից մենակ պիտի չթողներ։ Ամբողջ գիշեր անհաջող ձգնորսություն է եղել, ոչինչ չեն որսացել, եւ Հիսուսը ափից կանչում է, ասում է, որ տղաներ ձուկ ունեք, իհարկե չունեին։ Եվ Հիսուս նույն հրաշքն է հայտնում իր աշակերտներին, ասելով, որ ուրկանը աջ կողմն է տեղ։ Իհարկե պարզ էր, որ ամբողջ ուրկանը լեցվեց ձկներով եւ Հովհաննեսը այս նշանի վրա ճանաչեց, ասես դա Տերն է։ Նրանց աչքերը փակված էր, նրանք չէին ճանաչում, որ դա Հիսուսն է, դա Տերն է։ Պետրոսը վերջը վերարկուն վրան առավ, նետեց իրեն ջուրը շտապելով վազեց դեպի Հիսուսը եւ եկան ափին, տեսան, որ իրենց բերած ձուկը դեռ ափ չհասած, այնտեղ արդեն Տերը իրենց համար ձուկ է պատրաստում։ Եվ խարույկի շուրջ Տեր Հիսուս զրույց ունում Պետրոսի հետ։ Այս սիրո վերաբերյալ, եղբայրներ, այս սիրո վերաբերյալ, որ ուզում եմ այդ հատվածը ընթերցել։ Երբ ասում է ճաշը արեցին, 15-րդ համարից եմ ընթերցում, Հիսուս ասեց Սիմոն Պետրոսին. Սիմոն, Հովնանի որդի, ինձ սրանցից ավելի ես սիրում։ Այսինքն, տեսեք ինչ է ասում։ Սիմոնը, որ եկավ Հիսուսի մոտ, Հիսուսը նրա անունը ինչ արեց, Պետրոս փոխեց։ Ասեց դու այլևս Պետրոս ես, վեմ պիտի լինես։ Բայց հիմա Հիսուսը Պետրոսին իր առաջվա անունով է դիմում։ Դրա մեջ էլ բան կար, որովհետև Պետրոսը ուզում էր իր առաջվա ապրելակերպով շարունակել իր կյանքը։ Սիմոն, Հովնանի որդի, այսինքն դու ժամանակին Սիմոն էի, բայց ես քեզ Պետրոս եմ կանչել, որ դու մարդկանց որսորդ լինես։ Որտեղ ես դու։ Դու ասում ես սրանցից ավելի ես ինձ սիրում։ Եվ նա ասեց. այո Տեր, դու գիտես, թե քեզ եմ սիրում։ Եվ ասեց նրան. արածե իմ գառներս։ Այստեղ 3 անգամ հարցում կա, եղբայրներ, քույրեր։ Եվ այս 3 հարցման մեջ սեր բառը բնաբանի մեջ տարբեր կերպերով է ներկայացված։ Հայերենում կարծեք թե նույն սիրո մասին է խոսում։ Այսինքն ինքը Պետրոսը, որ պատասխանեց, ասեց ես քեզ սիրում եմ, սա սովորական մարդկային փոխհարաբերության սիրո մասին էր։ Փոխադարձ սիրո մասին։ Կամքով, մտքով եւ որոշումով, որ մեկս մեկի սիրում ենք։ Այսինքն դու ինձ ես սիրում, ես էլ քեզ եմ սիրում։ Բայց Հիսուսը առաջ է գնում, նորից է հարցնում, ասելով, նորից երկրորդ անգամ ասեց նրան. Սիմոն, Հովնանի որդի, ինձ կսիրես։ Եվ նա ասեց. այո Տեր, դու գիտես, թե ես քեզ կսիրեմ։ Եվ ասեց նրան. արածե իմ ոչխարներս։ Այսինքն սերը կապում է նրա կոչման հետ։ Պետրոսը կանչված էր այո գառներին արածեցնելու, մարդկանց ավետարանը կարոզելու։ Բայց այս անգամ Հիսուսը խոսում է ֆիլոս սիրո մասին, որը զգացմունքային սեր է։ Ուղղակի զգացմունքային սեր, որը նորից այն բավարարը չէ, աստվածայինը չէ։ Մարդիկ իհարկե պետք է իրար նկատմամբ ունենան զգացմունք, որ սիրեն։ Եվ այստեղ է, որ փոխադարձ այս վերաբերմունքի մեջ Տեր Հիսուս ավելի է առաջ գնում, երրորդ հարցումը տալով նրան։
Աստծո խոսքի մեջ մենք տեսնում ենք, որ աստվածային սերը մղիչ զորություն ունի իր մեջ։ Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլխի 14-րդ համարի մեջ տեսեք առաքյալը ինչպես է ներկայացնում Աստծո սիրո մղիչ զորությունը։ Ասում է, որովհետև Քրիստոսի սերը մեզ ստիպում է եւ մեր համոզումն է, որ եթե մեկը ամենքի համար մեռավ, ուրեմն ամենքն էլ մեռան։ Նա ամենքի համար մեռավ, որպեսզի կենթանի եղողները միայն իրենց անձերի համար կենթանի չլինեն, հապա նրան, որ իրենց համար մեռավ եւ հարություն առավ։ Այսինքն այս աստվածային սերը ոչ միայն մեզ մղելու, ստիպելու այսպես զորություն ունի, հապա նաև վերադարձ վերաբերմունք է մեր մեջ ներշնչում այս աստվածային սերը, որ նա որ մեզ համար մեռավ եւ հարություն առավ, արժե որ նրա համար ապրել եւ ծառայել եւ նվիրել մեր կյանքը։ Եվ այստեղ է որ Աստծո խոսքի մեջ մենք տարբեր տեղեր ենք նկատում, որ Պետրոս առաքյալն է ներկայացնում, ասելով, որ մենք նրան սիրում ենք դեռևս չտեսած։ Առաջի Պետրոս 8-րդ գլխի մեջ տեսեք ինչ ասում, որին ասում է դուք չտեսած կսիրեք եւ հիմա էլ չեք տեսնում, բայց կհավատաք նրան եւ ուրախ եք անպատմելի եւ փառավոր խնդությամբ։ Որ ասում թեև մի փոքր նեղություններով եք ասնում, որպես ձեր հավատքի փորձառություն, որտեղ նեղությունները մարդուն տանում է փորձառության, բայց բոլոր դեպքերում թեև մի փոքր տրտմած եք, բայց ներքնապես ունեք անպատմելի ուրախություն, որտեղ սիրում եք նրան։ Եղբայրներ, քույրեր, ինչպես հավատքը մեզ բերել այդ օրհնյալ կարգավիճակին, որ նրան չտեսած մենք հավատացինք ավետարանը որպես իրականություն, այդ նույն հավատքը մեր մեջ նաև ծնում է Սուրբ Հոգու ձեռքով աստվածային սեր, նրան ծառայելու, նրան նվիրվելու, եղբայրներ քույրեր, Աստծո անունը փառավորվի։ Երբ որ մենք նորից նայում ենք Աստծո խոսքի մեջ, թե ինչու էր օրինակ Տեր Հիսուս ասում էր արածե իմ ոչխարներս, խոսքը նրա մասին էր, որ մենք որպես Աստծո ժողովուրդ, որպես իր սեփականություն կարիք ունենք փոխադարձ հոգատարության։ Օրինակ 3 որակի հոգատարություն կա Սուրբ գրքի մեջ հիշատակված, ինչպես հովվական։ Պետրոսը որ ներկայացում ասում է ձեր մեջ եղած երեսներին գրում եմ ասում է, ես ինքս էլ ասում եմ երես լինելով, հովիվ լինելով ասում է արածեցրեք։ Հոտին օրինակ լինելով։ Այսինքն ոչ թե իրավիճակների վրա տիրելով, հապա նաև հոտին օրինակ լինելով։ Հիմա մենք որպես Աստծո ժողովուրդ մեր մեկտեղ հավաքվելու նպատակներից առաջինն հենց սա է, որ յուրաքանչյուր անհատ Սուրբ Հոգու ներկայության մեջ եկեղեցու մեջ եղած ծառայությունների, պարգևների միջոցով հովվական հոգատարության տակ գտնվեն։ Երեք երբ որ խոսում ենք երիտասարդներին, հենց դրա մասին ենք խոսում, որ երիտասարդ են, որոշումներ ունեն կայացնելիք, ամուսնության հետ կապված եւ այլն։ Եկեղեցին կանգնած է հենց դրա համար, որպեսզի օգնական լինի ամեն մեկին ճիշտ խորհրդատվություն տալու Սուրբ գրքի Աստծո խոսքի միջոցով։ Բայց երբ որ մարդու կյանքի մեջ սկսում է այսպես ինքնուրույն ընթացք, կամաց եկեղեցուց պակասելու ընթացք, այս հոգատարությունից է նա պակասում։ Եվ երկրորդ բանը, որ յուրաքանչյուր անհատ փրկված հոգի կարիք ունի տևական հոգևոր կերակուրի։ Դրա համար էր Պետրոսին Հիսուս ասում, «Էսուր ես եկել։ Ես քեզ ինչի մեջ եմ կանչել, դու գնացել ես զգնորսությամբ ես պահում»։ Մինչ մարդիկ կան, որոնք կարիք ունեն ավետարանի։ Ես հիշում եմ տարիներ առաջ այդպես ծառայության նոր ընթացք էր, մի խոսքով ծառայությունը կար Փառք Աստծո եւ ինչ որ մի աշխատանքի է դիմել, լավ աշխատանք էր
իհարկե ուրախ կլինեի, եթե հաջողվեր ես այդ աշխատանքի մեջ մտնեի, բայց ինչ կանգնած եմ այդ աշխատանքի համար application վերցնելու եւ լրացնելու, այսպես դրսի հերթ կար անգամ պետական ինչ-որ մի գործ էր, չեմ հիշում հիմա ինչ է դա։ Մինչ կանգնած եմ հերթի, այսպես մի հատ մտովի աստվածային պատկեր կարելի ասել բացվեց առջևս, որ ես կանգնած եմ այդ հերթի մեջ ուրկանը ձեռքիս։ Եվ Տերը ինչ-որ բան է ասում է ես քեզ ուր եմ կանչել, դու ուր ես եկել։ Իհարկե ես փորձ արեցի, քննության թեստը տվեցի, որոշ մասով հաջողեցի, որոշ մասով ոչ, բայց երբ որ չհաջողվեց դա, հասկացա, որ Աստծո կամքը տարբեր է։ Աստված կանչել է ամեն մեկից որոշակի ծառայության, Տիրոջը նվիրվելու եւ այլն։ Եվ վերջապես երրորդը որակը հոգատարության, ինչպես առաջին ասեցինք հովվական, գիտեք, ամեն մարդ կարիք ունի իր կողքին ինչ-որ մեծի, ինչ-որ մեկի, որ կար իրեն ժամանակին խորհուրդ տա։ Եվ ընդհանրապես աստվածապաշտության մեջ, նրանք ովքեր սպասավորության մեջ են, ովքեր ծառայության մեջ են, ովքեր հովվական ծառայության մեջ են եւ փորձում են Աստծո ժողովրդին օգտակար են, նրանք եւս կարիք ունեն մեկի, որի հետ հաշվետու լինեն, որի հետ կարողանան ժամանակ առ ժամանակ կիսվել եւ փոխադարձ աղոթք անել։ Եվ մենք այդ հնարավորությունից առայժմ օգտվում ենք, քանի որ մեր մեջ ունենք ավակ եղբայրներ։ Հիմա երրորդ որակը, որ կարիք ունի ոչ միայն տևական կերակուրի հոգեվոր սնունդի, ապա նաեւ կարիք ունենք ժամանակ առ ժամանակ ուղղորդման, որտեղ մենք ապրում ենք մի իրականության մեջ, աշխարհի մեջ, որ միշտ ենթակա ենք շեղվելու, տկարանալու եւ պակասելու։ Եվ սա է պատճառներից նաեւ մեկը, որ առաջի սիրուց մարդը կարող է ժամանակի ընթացքում գամած սպաղել։ Եթե ժամանակին, օրինակ, եկեղեցու միջոցով հորդոր կա, խրատ կա, անգամ հանդիմանություն կա, դա միայն մեր բոլորի օգտակարության համար է, եղբայրներ քույրեր։ Եվ երբ որ կարդում ենք այս նույն գլխի մեջ 17-րդ համարի մեջ, երբ որ Պետրոս այս անգամ Պետրոսին հարց է տալու, ասում է. Պետրոս, սիրում ես ինձ։ Պետրոսը այս անգամ նեղվեց, կարծեք թե հարցը ավելի է լրջանում։ Առաջինը օրինակ մտովի կամքով, երկրորդը զգացմունքային սերն էր։ Հիսուսը երրորդ սիրո որակի մասին է խոսում, որ աստվածային սերն է։ Դա անվերապահ վիճակներից անկախ սերն է։ Հունարեն բնագրի մեջ այս սերը թարգմանվում է որպես ագապե սեր։ Տեսեք, ասում է Քրիստոս մեզ համար բերավ, երբ դեռ մենք ինչ էինք, երբ դեռ մեր մեղավոր էինք։ Եվ Պետրոսը գիտեք այդ փորձառությունը, նա 3 անգամ ուրացել էր Հիսուսին մի աղախնի առջև, 3 անգամ ուրացել էր, նույնիսկ երդվել էր, որ ես չեմ ճանաչում։ Եվ երբ որ այդ պահը հանդիպեց Հիսուսի հայացքը եւ Պետրոսի հայացքը, հավը 2 անգամ ասում է չկանչած, նա 3 անգամ արդեն հասցրել էր ուրանալու, Պետրոսը տեսավ այդ հայացքի մեջ եւ հասկացավ ով է ինքը եւ դուրս գալով ինչ արեց, դառնապես լաց եղավ։ Հիմա այս Պետրոսը հանդիպել է, հանդիպում եղել է, անգամ հրեշտակի միջոցով կոչ է ուղղվել, ասելով որ գնացեք իմ եղբայրներին եւ Պետրոսին ասեք, որ ձեզանից առաջ Գալիլեա պիտի լինեմ։ Պետրոսը թերևս այդ լուրը լսելով պիտի չհավատար եւ ասել երևի թե դուք սար եք ասում։ Հիսուսը միայն ձեզ է կանչում, ես այդ իրավունքը կամ այդ արժանիքը չունեմ, ես էլ ձեզ հետ միասին գամ եւ Գալիլեայի լեռան վրա Հիսուսին հանդիպեմ, բայց հանդիպումը եղել էր։ Այդ բոլորը եղել էր եղբայրներ քույրեր, բայց տեսեք մարդկային արարածը որքան շուտ ենթակա է շեղվելու Տիրոջ ճանապարհներից։ Ահա թե ինչու շարունակական եկեղեցու ծառայության մեջ գտնվել է անհրաժեշտ յուրաքանչյուրիս։ Մենք 3 նորից եմ կրկնում օրհնյալ պաշտամունքի ծառայությունը օրհնյալ եղբայրները ներկա։ Բայց հանկարծ այսօր առավոտ նստած եմ այստեղ եւ մտաբերում եմ,
թե տեղական եկեղեցին, այս անկյան մեջ, այս փոքրիկ անկյան մեջ ինչ գեղեցիկ շնորհք է տվել Աստված մեզ։ Ինչ հրաշք է տվել։ Երանի թե մեր հոգու աչքերը բացվեին, վայելենք եւ ճաշակենք։ Առավոտ կանող Աստծո ժողովուրդը հավաքվել է Վերնատանը, նորից եմ ուզում Վերնատուն հիշեցնել, որտեղ հաղորդություն կա, որտեղ Տիրոջ մարմնին եւ արյանը մասնակցելու հրաշք հնարավորություն կա, եղբայրներ քույրեր։ Իսկ մենք այս առիթները ինչպես ենք գնահատում։ Գնահատում ենք Տիրոջ սերը, թե ամեն մեկս մեր ձգնորսության ետևենք, մեր գործին, մեր զբաղմունքին։ Թող Աստծո անունը փառավորվի, եղբայրներ քույրեր։ Անվերապահ է, արագ անցնենք Առաջի Կորինթացիս 13-րդ գլուխ։ Սիրո որակները նայեք։ Ասում է սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չի նախանձում, սերը չի գոռոզանում, չի հպարտանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկության չի գրգռվում, չարություն չի խորում, անիրավության վրա չի խնդում, հապա ճշմարտությանը խնդակից կլինի, ամեն բանի կզիջանի, ամեն բանի կհավատա, ամեն բանի կհուսա եւ ամեն բանի կհամբերե, սերը բնավ չի ընկնում։ Տեսնում եք, սերը աստվածային սերը չի ընկնում։ Ուրեմն առաջի շրջանի մեջ մենք գուցե զգացմունքային առաջի նվիրման մեջ ենք, հասկանում ենք, հիանում ենք Աստծո կատարած գործ Աստծո սերը մեր նկատմամբ, բայց հոգևոր աճ է հարկավոր մարդ հասնի անվերապահ աստվածային սիրո, որը վիճակներից, պարագաներից, պայմաններից կախյալ չէ։ Հասկանում եք եղբայրներ։ Մենք քանի անգամ ենք ապշել, ես բազմիցս եմ ապշել եւ դեռ շարունակում եմ ապշել, երբ որ կանգնում եմ Տիրոջ առջև իմ մեղավոր էությունը, տեսնում եմ, որ նրա սերը երբեք ու երբեք չի փոխվում, նա նույնն է երեք այսօր եւ հավիտյան, եւ ակամայից ասում եմ, Տեր, ինչ սքանչելի ես դու, մենք մեծանում ենք, մեր արտաքին երևույթն է փոխվում, մեր կյանքն է փոխվում, մեր կյանքում դեռևս կրկնվող սխալներ կան, սայթաքումներ կան, մեղքեր կան, հանցանքներ կան, բայց դու նույնն ես քո սիրով եւ դու չես փոխվում։ Իրապես դու անվերապահ սեր ունես ողջ մարդկության նկատմամբ, երբ որ խաչի վրա Հիսուս ասում էր ներիր սրանց հայր, որտեղ չգիտեն թե ինչ են անում։ Նա խաչի վրայից կարողանում էր ներել մարդկանց, անգամ ավազակին ընդունեց, որ քիչ առաջ զարմանքը գիտեք որն է։ Հիսուս խաչի վրա մնաց 3 ժամ, 3 ժամվա ընթացքի մեջ այս աչակոմյան ավազակը այդ ինչպես փոխվեց, ինչ հայտնություն եկավ իր կյանքի մեջ, որ նա առաջի ավազակի հետ միաբանված նույնիսկ հայոյում էր եւ ասում էր, եթե դու Աստծո որդին ես, իջիր եւ մեզ էլ ազատիր։ Բայց հանկարծ պահ եկավ, որ նրա հոգու աչքերը բացվեց եւ տեսավ, որ սերն է խաչված խաչի վրա Աստծո որդին եւ նրան որպես թակավորած հրճակելով ասեց. Տեր, հիշիր ինձ էլ, երբ որ քո թակավորությունով կգաս։ Այ Հիսուս այդ խոսքին էր սպասում, ասելով, որ ճշմարիտ եմ ասում քեզ, որ դու այսօր ինձ հետ դրախտում պիտի լինես։ Դառնալով այսօրվա նյութին, իհարկե սա բավական սերտելու նյութ է, այս սիրո որակները մեկ առ մեկ խոսելը բավական սերտելու նյութ է, բայց ուզում եմ դառնանք ավելի առաջ, որ աստվածային սիրով լեցված մարդը, եղբայրներ, իրապես ապրում է երջանիկ կյանք։ Անցած օրը երեք էր հենց Գևորգ եղբայրը նույն բան ասաց, ինչ որ անցած օրը կիսվել էի եղբայրների հետ, կարծեմ Տիգրան եղբորը էլ էի կիսվել։ Նույն բանը եղբայրը նորից հաստատում է, ասում է, որ եթե անգամ Քավլեցի, որ այդպեսի բան կա, եթե անգամ հավիտենական կյանքի ժառանգություններ չլիներ երբևէ, մարդը վերջանար գերեզմանով, բայց այն խոստումը, որ հոգևոր մարդը վայելում է Աստծո շնորհքին հավատալով, ապրելով երջանիկ կյանք, դու հանգիստ ազատ կյանք ես ապրում, քո մեջ նենգություն չկա, բարկություն չկա, չներելու հոգեբանություն չկա։
Եթե անգամ ասում է հավիտենական կյանքի ժառանգություն էլ չլիներ, արժեր ապրել Տիրոջ ճանապարհների մեջ ավետարանի խոսքին հավատալու։ Էլ ուր մնաց, երբ որ այս բոլոր պարագաներից այն կողմ Աստված մեզ խոստանում է հավիտենական ժառանգություն, իր ներկայության մեջ իրեն անունը փառավորելու։ Դառնալով այսօրվա նյութին, որ Տիրոջ հրեշտակը խոսում էր Եփեսոսի եկեղեցում, ես ուզում եմ այդ համարը նորից կարդալ, ուրեմն Հայտնության 2-րդ գլխի 4-րդ համարը։ Տեսեք ինչ է ասում Տերը։ Այսինքն բուժման բժշկության ճանապարհը ցույց տալիս։ Ասում է, բայց քեզ դեմ մի բան ունեմ, որ քո առաջվա սերը թողեցիր։ Գիտեք, երբ որ մեկը վայելել է աստվածային սեր եւ հետո թողել է, նրան այս պատգամը ունի իրապես խորը նշանակություն։ Եթե մեկը սերը չի վայելել, առաջի սիրո շրջան չի ապրել, սա բոլորովին անհասկանալի բան պիտի լինի։ Բայց վստահ եմ, որ մեզանից այստեղ շատերս, գրեթե բոլորս վայելել ենք այդ առաջի սիրո շրջան եւ միշտ առանձին վիճակների մեջ ափսոսանք ենք հայտնել մեր սրտերի մեջ, թե այդ շրջանը ինչ օրհնյալ էր, ինչպես դա մեզանից անցավ։ Թեև Աստված մեզ խոստանում է, որ ավելի սիրով լցվելու, ավելի Տիրոջ ճանապարհների մեջ առաջանալու, նրա սերը վայելելու խոստումներ ունենք։ Եղբայրներ, քույրեր։ Հիմա Աստծո խոսքի մեջ մենք կարդում ենք, որ Տեր Հիսուսը խոսելով վերջի ժամանակների մասին, վերջի օրերի նշանների մասին, նեղությունների, երկրաշարժների, սովերի, մաղթարաշավների, պատերազմների եւ այլն, այդ բոլոր նշանների մասին խոսելով ասում եմ եւ ասեք դուք աներունության շատանալու պատճառով շատերի սերը ինչ պիտի անի, պիտի պակասի։ Հիմա ոմանք ներկայացնում են, որ աշխարհը գնալով մեղքի մեջ շատացել է, իմ սերն էլ պակասել է։ Այսինքն ճիշտ է։ Իհարկե ոչ։ Աշխարհը կարող է Սոդոմի եւ Գոմորի վերածվել, բայց քո մեջ եղած սերը երբեք չի կարող փոխվել, եթե քո կյանքի մեջ անօրենություններ չլինեն։ Մենք մեր կյանքի մեջ թույլ ենք տալիս բաներ, որոնք անդրադառնում են մեր հոգևոր վիճակին եւ մեր մեջ սերն է պակասում։ Եվ այստեղ հրեշտակը խոսում է դրա մասին, ասելով, որ միտքդ բեր, թե հիմա որտեղից են գար ապաշխարիր եւ առաջվա գործերդ գործեր, ապա թե ոչ պիտի գամ քո աշտանակը, եկեղեցիդ, քո հոգևոր տաճարը պիտի տեղից շարժեմ։ Աստծո անունը փառավորվի, եղբայրներ քույր։ Եվ Աստծո խոսքը մեզ լավ հիշեցնում է դրա մասին, որ աստվածային սերը կամաց սկսում է պակասել, երբ որ դրա տեղիք է տալիս աշխարհի սերը։ Հովհաննես առաքյալը ասում է մի սիրեք, չէ աշխարհի եւ ինչ որ աշխարհի մեջ է, որովհետեւ աշխարհի մեջ աստվածային հոր սեր չկա, չեք կարող գտնել այնտեղ։ Այնտեղ մի 3 բան կա, որոնք կարող են ընդհանրապես թունավորել մեր աստվածային սերը, դա ի՞նչն է։ Աչքի ցանկություն, այս կյանքի ամբարտավանություն, մարմնի ցանկություն։ Հասկանում եք, այս բոլորը գալիս են մարդու մեջ մեծ, այսպես ավերներ գործելու եւ հետո մարդը կանում է նույն դատարկ վիճակի մեջ։ Լեցվել աստվածային շնորհքով, ունենալ այդ առատ կյանքը, երկնային ուրախությունը եւ հետո դրանից հետո դատարկվել, դա ողբերգություն է ուղղակի, եղբայրներ քույրեր։ Մարդը փորձում է դատարկությունը ուրիշ բաներով լեցնել, չի լեցվում։ Ինչքան փորձում ես այլ եւ այլ բաներով լեցնել, ավելի ես դատարկվում։ Մինչ մեր իրական դատարկությունը կարող է լեցվել միայն ու միայն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի բուն ներկայությամբ, Սուրբ Հոգու ներկայությամբ։ Այնտեղ որ մարդը իրեն ամբողջական է զգում, իր հոգու, շնչի եւ մարմնի մեջ ամբողջական, սա է կատարյալ ուրախությունը, սա է ցնծությունը, եղբայրներ քույրեր։ Թող Աստծո անունը փառավորվի։ Երեք երիտասարդականին խոսվում էր դրա մասին, որ մենք, ասենք, շատ ժամանակ, շատ պարագաների մեջ հոգևոր հաղթանակներ կարող ենք ունենալ փախուստի ճանապարհով, ուղղակի փախնելով։ Ինչից։
Աշխարհից եկած ապականությունից փախչելով, Պետրոս Արաքելը այդպես ասում։ Տիմոթեոսի թղթի մեջ 2 համար ընթերցենք։ Դա առաջի Տիմոթեոս, ուրեմն 6-րդ գլխի 11 եւ 12-րդ համարներն է, երբ որ Պողոս Արաքյալը Տիմոթեոսին ուղղակի խորհուրդ է տալիս։ Ասում են, թեև աշխարհը այսօր մարդիկ, որոնք փորձում են աստվածապաշտությունը շահավաճառության վերածել շահի, պատկերացնում եք շահի, բայց ասում են դու դրանցից փախիր։ Որովհետև ամենամեծ շահավաճառությունը եղբայրներ աստվածապաշտությունն է գոհունակությունով մեկտեղ։ Որովհետև մի բան չենք բերել այս աշխարհ եւ ոչինչ էլ չենք տանելու։ Այլ խոսքով ասած մերկ եկել ենք եւ մերկ էլ պիտի գնանք այս աշխարհից։ Գիտենալով, որ ամեն չարությունների արմատը դա արծաթասիրությունն է, այս աշխարհում տեղ գտած տարբեր տեսակի ցանկություններն են, մրցակցությունն է, եւ դժբախտաբար այդ մրցակցությունը նաեւ մտել է այսօր եկեղեցիների մեջ։ Եկեղեցիների մեջ։ Մի քանի օրինակներ էսպես ասեմ, չգիտեմ այդ օրինակը եկեղեցու մեջ է թե եկեղեցուց դուրս է։ Այսօր հարսանիքներ են կատարվում, հարսանիքներ։ Մեծագույն ծախսեր դնելով։ Մեր եղբայրներից Լևոն եղբայրը մի օրինակ բերեց, մինչև հիմա այսպես ցնցված եմ, ասում է մի ընտանիք Երանի թե հավատացյալ չլիներ։ Ասում է հարսանիքի համար պարտկով մոտ 200,000 պարտկով հարսանիք է արել իր զավակի համար, որ իբր թե ամենալավագույնը լինի, եւ այդ պարտքը դարձել է կործանարար այդ ընտանիքին։ Հարսանիքը վերջացել է, դեռ էլ հայտնի չի այդ ամուսնությունն էլ նորմալ ընթացք ունեցել է թե ոչ, այս մարդը սկսել է այդ պարտքի տոկոսները վճարելու պատճառով իր տունը վաճառել անգամ, որ լսում ենք, այսպես ցնցվել ենք։ Եվ ընկնել ծայրահեղ մի հատ վիճակի մեջ։ Պատճառը ինչ է, հարսանիքը պիտի լինի շատ ճոխ։ 100,000 ծախսվում է օրինակ միայն ծաղիկների համար։ $100,000 եմ ասում։ Դրամ չենք ասում։ Որ մտածես թե այդ որտե կարելի է ծախսել, էլ ինչքան կարելի է։ Սա ես դատողությամբ չեմ ասում, ուղղակի աշխարհի մրցավազքը եղբայրներ մարդկանց կարող է տանել ուղղակի կործանման։ Եվ Պողոս Արաքյալը Տիմոթեոսին ասում, բայց դու ով մարդ Աստծո փախիր այս բաներից։ Ուղղակի փախիր եւ գնա արդարության, աստվածապաշտության, հավատքի, սիրո, համբերության եւ հեզության ետևը։ Դες ինչ գանձեր, ինչ մարգարիտներ են ներկայացվում։ Ով կգնա դեսա, հավատք, սեր, աստվածապաշտություն, հավատք, սեր, համբերություն, հեզություն, արդարություն, Աստծուց եկած արդարությունը, որ որևիցե մեկը գնել չի կարող, բացի հավատքով այն ընդունելուց։ Եվ մարդիկ այսօր ընկած են ինչերի հետև։ Ես սա ասում եմ, որպեսզի մենք ավելնորդ մրցակցության մեջ հանկարծ երբևէ չհայտնվենք։ Աշխարհը իր ազդեցությունը թողնում է։ Բայց Արաքյալը ասում է դու փախիր այս բաներից, գնա արդարության, աստվածապաշտության, հավատքի, սիրո եւ համբերության եւ հեզության ետևը։ Պատերազմիր հավատքի բարի պատերազմը եւ բռնիր հավիտենական կյանքը, որին կանչվեցար շատերի արչեւ դավանելով բարի դավանություն։ Ահա թե մենք ինչի ենք կանչված, եղբայրներ քույրեր, այսօր իհարկե աշխարհի մեջ մարդիկ էլ կան, որոնք շատ հեզությամբ, խոնարհությամբ նման բաների մեջ, ասենք հարսանյաց հանդեսների մեջ բավական հեզ են։ Բայց բոլոր դեպքերում ազդեցությունը թողնում է իր հետևանքը։ Մի եղբայր ասում է, այդպես բավական լավ վազում էր Տիրոջ ճանապարհների մեջ, հանկարծ ինչ որ նախկին ընկերներ հայտնվեցին, որոնք այսպես անուն ունեցող անձիկ են։ Մի խոսքով այդ միջավայրի մեջ ասում են նստեցի, զրուցեցի, դրանց խոսակցություններն եմ լսում, դրանց շահույթը, դրանց բիզնեսի հաջողությունը, բան, այդտեղից ասում է դուրս եկա, հանկարծ մեջս այդ ցանկություն առաջացավ, որ ես էլ կարող եմ իրենց նման լինել։ Հասկանում եք։ Սատանան հակառակորդը ունի տարբեր միջոցներ, ուղղակի հավատացյալի միտքը խառնելու եղբայրներ։ Բայց այն մարդը, որ
հաստատակամորեն հետևում է Տիրոջը եւ վստահ է եւ աստվածային սերը իր սրտի մեջ փայփայում է, նա երբեք ու երբեք նման գայթակղությունների առջև չի ընկնի։ Մեկ ուրիշ համար, որը նաեւ սերտողության նյութ էր երեկվա երիտասարդականից, ուսուցած նաեւ ձեզ հետ միասին կիսել, մենք խոսում ենք սիրո մասին։ Բայց Աստծո սիրու մեջ հաստատում մնալու համար բաներ կա, որոնցից պիտի փախչել։ Պատերազմի մեջ փախուստը բացասական է նայում։ Սա ասում են նահանջ է, սա պարտություն է, սա վախկոտություն է։ Բայց հոգևոր դաշտի մեջ իմաստություն ասում է, որովհետև իմաստուն ասում է, երբ որ տեսնում է չարիքը ինչ անում, իր ճանապարհը շեղում է։ Բաներ կա հոգևոր կյանքի մեջ, եղբայրներ քույրեր, Աստծո Սուրբ Հոգին մեզ այդ հայտնությունը վստահ եմ որ տալիս։ Միջավայրեր կա, տեղեր կա, որտեղ Սուրբ Հոգին հուշում է քեզ, որ շրջանցիր այդտեղ մի գնա։ Որտեղ այդտեղ մտնելով դու հաստատ վնասվելու ես։ Հաստատ վնասվելու ես։ Հոգևոր դաշտի մեջ շատ ավելի խորը բաներ կա, քան մենք պատկերացնում ենք։ Դիվային աշխարհի ներգործության վայրեր կա, որտեղ հավատացյալին պետք չի ընդհանրապես այնտեղ ներկա գտնվել, եղբայրներ քույրեր։ Այո, մենք պաշտպանություն ունենք, հրեշտակած բանակի պաշտպանություն, բայց ում շուրջն է հրեշտակած բանակի պաշտպանությունը, ասեք ինձ։ Տեր ասում է իրենից վախեցողների։ Իրենից վախեցողների շուրջը հրեշտակների բանակ կդնի։ Եթե դու Տիրոջից վախենում ես, ուրեմն քո ոտքերին էլ ես զգուշություն անում։ Եվ ամենտեղ չէ, որ փորձում ես մտնել եւ ասել ես կմտնեմ էլ դուրս կգամ եւ ինձ ոչինչ չի լինի։ Մեզ նման մտածողները շատերն են այդպես գնացել եւ կործանվել հավատքի կյանքի մեջ։ Նավակոծություն ուղակի ունեցել։ Տերը թողորտնի է։ Ինչ է ասում այս մյուս համարի մեջ նորից փախուստ է առաջարկում։ Դա գրված է 2 Տիմոթեոս 2:22 համարը։ Ասում է երիտասարդական ցանկություններից հետ փախիր եւ գնա արդարության, հավատքի, սիրո, խաղաղության հետեւ նրանց հետ, որ Տիրոջ անունը կկանչեն մաքուր սրտով։ Տիրոջ անունը կանչեն, որտեղ է ուղում։ Որտեղ են Տիրոջ անունը կանչողները մաքուր սրտով։ Եկեղեցում, եղբայրներ քույրեր։ Միայն եկեղեցում կա Տիրոջ անունը կանչողներ եւ Աստված իհարկե մեզ ավելի մաքրի, ավելի սրբի, որպեսզի մենք Տիրոջ անունը կանչենք իսկապես անկեղծ եւ մաքուր սրտով։ Եվ եղբայրներից մեկնաբանում են, եթե այստեղ խոսվում է երիտասարդական ցանկությունների մասին, սա միայն երիտասարդներին չի վերաբերում։ Մարդը իր բնությամբ չի փոխում, եղբայրներ քույրեր։ Երիտասարդն է, որ ունի ուժ կայտարություն վազելու եւ իր ցանկություններին ինչ որտեղ հասնելու, ծերացած մարդը չունի այդքան ֆիզիկական կարողություն, բայց ցանկությունները պատերազմը նույնն է։ Մինչև մեր կյանքի վաղճան։ Այստեղ ուղղակի մեր կյանքի մեջ մենք հոգևոր հասունություն պիտի ունենանք, որպեսզի կարողանանք դրանց տիրապետել, հոգիով մարմնի գործերը մերժելով, շարունակենք մեր ընթացքը եւ Աստծո սիրուց երբեք ու երբեք չպակասենք։ Եվ ինչպես սկզբում ասացի, տեսնելով օրինակ հավատքի կյանքի մեջ մարդիկ, որոնք ունեն տկարություններ եւ թերություններ, մեզ դաս է դրանք բոլորը, որ մենք երբեք ու երբեք մարդը որպես չափանիշ չընդունենք։ Եթե անգամ Հիսուսին իր գավառում չէին ընդունում, ասում են սա Հովսեփի որդին չէ, սրա եղբայրները այս անձիկ չեն, որտեղից իրեն այսքան իմաստություն։ Եվ Հիսուսը ինչ էր ասում, ասում էր մարգարեն անպատիվ չէ, բայց միայն իր գավառի մեջ։ Ինչու՞, որովհետև տեսնում են, որ Հիսուսը իրենց մեջը քայլում է, հաց է ուտում, հոգնում է, տարբեր, ասենք, մարդկային այսպես նկարագրեր, բայց ոչ մեղքի։ Բայց դա էլ բավարար չէր, որ նա շատերի կողմից անգամ ընդունելի չլիներ։ Ուրեմն երևույթը, եղբայրներ քույրեր, թող երբեք մեզ չշփոթեցնի, ապա մենք նայենք միայն Տիրոջը, նայենք նրա հայացքին, նայենք ավետարանին եւ այդ ճանապարհով ուղիղ շարժվենք մինչեւ հավիտենականություն։ Մեզ բոլորիս համար, եղբայրներ քույրեր, գալու է մի օր, որ մենք կանգնելու ենք Տերերի Տիրոջ, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի առջև։ Մեր աչքերը պիտի տեսնեն նրան։ Գիտեք, այս մարմնով մենք չենք կարող նրա առջև կանգնել։ Գրված է Աստծո խոսքի մեջ, որ նա անմերձանելի լույսերի մեջ բնակվող է եւ մարդկանցից որևիցե մեկը նրան տեսնելու կարող չէ։
Մովսեսը երբ որ ասեց ուզում եմ տեսնել քեզ, ասեց դու չես կարող ինձ տեսնել եւ ողջ մնալ։ Ես քեզ ժայռի արանքում կպահեմ, քո աչքերը կփակեմ եւ դու իմ ետևից միայն իմ քղանցքս կտեսնես։ Դա էլ մեծ բան էր։ Բայց դե կանգնել կենթանի Աստծո առջև։ Հավիտյան ես, հավիտյանից կենթանի եղող Աստծո առջև, դա միայն այս մարմնից դուրս գալու։ Փառավոր մարմնով, սրբված էությամբ, իր արդարությամբ, իր արյան միջոցով մենք սրբված լինելով կարող ենք կանգնել նրա առջև եւ այն ժամանակ պիտի նրան տեսնենք ինչպես որ է, ինչպես Հովհաննես Առաքյալն ասում է, տեսեք հայրը ինչպեսի սեր ցուցաբերեց մեզ, որ մենք կոչվենք Աստծո որդիներ։ Եվ հիմա չգիտենք ինչ պիտի լինի, բայց գիտենք ասում է, որ երբ որ նա հայտնվի, նրա պես պիտի լինենք։ Տեսեք Աստված ինչպեսի փառավոր հույսի է կանչել մեզ եւ մենք հանկարծ տարիների ընթացքի մեջ առաջի սիրուց պակասել ենք, պակասում ենք, տկարանում ենք եւ չենք ուզում ինքներս մեզ անդրադառնալ, որ այդ սիրուն վերադարձի ճանապարհ կա։ Միտքդ բեր թե ասում որտեղից ենք առ, ապաշխարի եւ առաջվա գործերը տարա։ Հիմա մարդիկ սպասում են, ասում են թող իմ մեջ սերը գա, ես նոր գործեմ։ Սա էլ է խաբկանք։ Աստվածային սերը մեր մեջ բարձրանում է, երբ որ դու իր գործերի մեջ ես, իր ծառայության մեջ ես, եւ Աստված սեր է վերածում քեզ։ Ես այդպես մի պատասխան էի հիշել, մի եղբորը ասել են, ինչու չեք այցելում մեզ եւ այլն, ասել են որ սեր չունենք։ Երբ որ Աստված մեզ սեր կտա, այն ժամանակ կայցելենք։ Ճիշտ է սա, եղբայրներ, իհարկե ոչ։ Դու այցելիր եւ տես Աստված քեզ ինչպես է լցնում սիրով։ Տեսեք, եղբայրներ, միայն Աստծո սիրո մեջ մնալով, հարատևելով մարդը կարող է հասնել այդ օրհնյալ ներկայության։ Ես այսօր ուզում եմ, ինչպես Վահան եղբայրը ընթերցեց այդ հատվածը երկու համար Հովանու 15-րդ գլխի 9 եւ 10-րդ համարներն եմ ուզում ընթերցել, որ ասում է. ինչպես հայրը ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի։ Իմ սիրուս մեջ հաստատ կեցեք։ Իմ սիրուս մեջ հաստատ կեցեք։ Եթե իմ պատվերներս պահեք, տեսեք, անելն է առաջվա գործերը, իմ սիրուս մեջ պիտի մնաք, ինչպես ես իմ հորս պատվերները պահեցի եւ նրա սիրո մեջ մնացել եմ։ Սիրուց դուրս չեմ եկել։ Այն որ մի հավատացյալն է, այն մի որ հոգևորն է, որ ուզում է Տիրոջ համար ինչ-որ բան անել եւ Աստված նրան ընթառաջ չգնա, եղբայրներ։ Անշուշտ պիտի գնա։ Անշուշտ Տերը պիտի լեցնի սիրո։ Նա անգամ փորձությունների, նեղությունների մեջ մեզ միայնակ չի թողում, որ մնաց, երբ որ դու ուզում ես իրեն համար ինչ-որ բան անել։ Եվ վերջի համարն եմ ընթերցում եւ կգանք մենք միասին աղոթքի։ Հուդայի թղթի 20-21-րդ համարներն են, եղբայրներ, որ շատ անգամ է ընթերցվել, շատ անգամ ենք խոսել դրա մասին, ուզում եմ այս երկու համարը հիշեցնել, բայց դուք նորից աշխարհին օրինակ բերելով, որ ոմանք ծաղրում են, ասելով, որ ուր է վերջի ժամանակները, ուր է Տիրոջ գալստի խոստումը եւ այլն, այսպեսի ծաղր անողներ շատ կա։ Ոմանք ասում են, դուք ասում եք Տերը շուտով պիտի գա, այդ երբ է լինելու եւ այլն, բայց ասում եք դուք սիրելիներ, մի նայեք այդ բաների, մի նայեք աշխարհը, որոնք ծաղրում եւ արհամարում են ավետարանը, բայց դուք սիրելիներ ձեր անձերը կառուցեք ձեր ամենասուրբ հավատքի վրա եւ սուրբ հոգիով աղոթեցեք։ Սա մեկ անձը պիտի ամեն օր կառուցվի հավատքի վրա, Աստծո խոսքի վրա։ Հավատք, որ գալիս է Աստծո խոսքից, Աստծո խոսքը լսելուց, հավատքը լսելուց է եւ լսելը Աստծո խոսքից։ Հիմա որ մենք լսում ենք Աստծո խոսքը, դա մեր մեջ հավատք է բերում, որովհետեւ Աստծո խոսքը կենթանի է, նա ներթափանցելու զորություն ունի։ Ասում ձեր անձերը Աստծո սիրո մեջ պահեցեք։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը սпасելով հավիտենական կյանքի համար։ Միայն այսքան։ Ձեր անձերը Աստծո սիրո մեջ պահեցեք եւ Հիսուս Քրիստոսի ողորմությանը սпасելով։ Պետրոս Առաքյալը ասում է, որ ձեզ առատորեն իրավունք պիտի տրվի նրա թագավորությունից ներս մտնելու, եթե դուք նրա սիրո մեջ այսպես աստիճանական կերպով առաջ եք։ Հոգևոր կյանքը, այո, աստիճանական ընթացք է։
Մենք խոսում ենք Աստծո սիրո մասին, որ ինչ քաղցր է, ինչ հրաշալի է, բայց ես մի ուրիշ բարի լուր ասեմ, լավ նորություն ասեմ, որ Աստված այդ առաջի սիրուց շատ ավելի բարձր սիրով որակների է կանչում մեզ։ Կարող ենք ասել ամեն, թող Տերը օրհնի եղբայրներ։ Կանգնենք միասին երգեցողությամբ, Տիրոջ անունը փառավորենք։ Տերը պատրաստ է մեզ ամեն մեկիս այս առավոտը նորոգել եւ զորացնել։ Աստված Քեզ եմ սիրում դու գիտես, քեզ եմ